Հայաստանը օտարերկրացիներին հետաքրքրում է։ Ոմանց առաջին քրիստոնյա երկրի պատմությունն է հետաքրքիր։ Ոմանց մեր ազգային մշակույթն է գրավում, ոմանք այստեղ գործարար կապեր են փնտրում, ոմանք էլ խոստովանում են, որ մեկ անգամ այցելելուց հետո նորից ուզում են վերադառնալ Հայաստան։ Ինչպես իրանցի Շայան Քամրուզն օրինակ, որը մի քանի անգամ այցելելուց հետո որոշեց տեղափոխվել Հայաստան։ Երկու 2012-ի թիվից սկսել եմ առաջին անգամ եկա Հայաստան, մի հատ փարսիկ տեղ էր, ստեղ ինքը ինձ ասեց, ստեղի հողը սենց է, որ դու գնացի 6 ամիս հետո մաքսիմում հետ ես գալու, ասի ախպեր ես սկսում եմ գնամ Եվրոպա նայեմ, 6 ամիս հետո պասպորտը ձեռք ես, էլի Մեղրիում գայնացեի։ Այսօր Հայաստանում մոտ 1500 իրանցի է ապրում։ Նրանցից շատերը Հայաստանում գործարարությամբ են զբաղվում եւ առևտրային կապերն են զարգացնում։ Հաճախ իրանցիները Հայաստան գալիս են կրթություն ստանալու կամ այստեղ աշխատելու նպատակով։ Ինչպես Շայան Քամրուզն օրինակ, որը 2020 թվականից տեղափոխվեց Երևան մշտական բնակության, նախ որպես մարզիկ, հիմա էլ արդեն մարզիչ է։ Շայան, երբ ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը, մի հետաքրքիր փաստի հանդիպեցի, որ մասնագիտությամբ ուսուցիչ եք անգլերենի, թարգմանիչ եք, բայց աշխատում եք որպես մարզիչ։ Ինչպես ստացվեց այդ ճանապարհը դեպի սպորտ։ Այս պատմությունը սկսեց, երբ որ ես 13 տարեկան էի, մի օր եկա տուն, գրիվի մեջ էի, ծեծ էի կերել, մամաս պապայիս խնդրեց, այդ տղա, գնա նայի, ով է խփել երեխան, ասաց երեխան արդեն ծեծ է կերել է։ Մի հատ էլ ես գնամ դնամ ասեմ ով է խփել այս երեխան, ուղարկի միտեղ սովորի, որ մյուս անգամ ինքը գրիվը ախտենի, ինքը առողջ դուն գա։ Այս սկսեց, այտենց կամաս, այդքան ինձ դուր է եկավ այս սպորտից, մենացի ու տենսա, այդքան դուք փորձ եք հավքում, կամաս լինում եք մարզիչ։ Հետո մի քանի հատ կուրս կա էսիաներնյան ու մենացի։ Հասկացա, բայց ամեն դեպքում ինչպես ստացվեց նաև որ որպես ուսուցիչ էիք, թարգմանիչ։ Դες հաճուկը չէի ստանում։ Այդ գործ ես լիքը գործ եմ արել։ Մենք 14-15 տարեկանից սկսել ենք աշխատել։ Լիքը գործ եմ փոխել, բայց մենակ այդ գործը, որ հաճուկով դուրս ես գալու։ Ռիզոլտ եմ դնում, ռիզոլտը ավել եմ դնում։ Թարգմանությունը թուղթերը թարգմանում ես, փողը ստանում ես ու մոռանում ես։ Բայց ոնց որ մարզիչ դուք դնում եք, երեխան աճում է, մարդը դառնում է չամպիոն, մի հատ ներդ երեխա դառնում է գազան երեխա։ Էսի շատ լավ է, շատ։ Մի խոսքով ձերը մարզչական կարիերան է, սպորտն է, հաճույք դրանից եք ստանում, բայց մյուս մասնագիտությունը թողել եք, թե ընթացիկ էլի միայն դրանով եք։ Միայն այո։ Հասկացա։ Իսկ ինչպես եք այսքան լավ հայերեն խոսել սովորել, քանի տարում դժվար էր արդյոք հայերեն։ Դժվար էր, իհարկե դժվար էր, մինչև սովորես հոգնեմ։ Ես ամուսնացել եմ հայ աղջկի հետ, աշխատել եմ միայն հայերի հետ, սկիզբից գնացինք ինչ-որ զալ աշխատելու, 500 հատ երեխա են, 3 հոգի անգլերեն են խոսում։ Եթե ես ուզում եմ ընտանիք պահեմ, պետք է լեզու սովորեմ, պիտի շփվեմ, պիտի երեխեքի հետ այդ գապը ունենամ։ Իհարկե։ Ուզեմ, չուզեմ, պիտի սովորեի։ Սովորեցի։ Շայան, հասանք մարզասրահ, այստեղ որ սպորտաձևում եք ներկայանում։ Ես այս մարզասրահում զբաղվում եմ միայն բոքսի մարզիչ եմ, բայց որովհետև ես martial arts expert եմ, ունեմ 24, արդեն 25-րդ տարին է, փորձ ունեմ, ես բարաբասնում եմ kickbox, muay thai, MMA, grappling, ինչ-որ մենամարտային, դուք ինչ-որ սպորտները, որ դուք մենակ պիտի ինչ-որ բան ձեզ պետք է վերցնեք։
Շայան Քամրոս բարձրագույն կրթությունն Իրանում է ստացել։ Մասնագիտությամբ անգլերենի ուսուցիչ եւ թարգմանիչ է։ Երկար տարիներ մարտարվեստով է զբաղվել եւ հայրենիքում որպես բարդ հնարքներ իրագործող դերասան տասնյակ ֆիլմերում է նկարահանվել։ Իրանում ակումբ է հիմնել։ Վերջին տարիներին էլ Երևանի հայտնի սպորտային ակումբներից մեկում մարզիչ է աշխատում։ Գունավոր գուլպաներով մարզչին Երևանում արդեն շատերն են ճանաչում։ Վահե իմ շատ լավ ընկերն է, մենք համարյա երկրորդ մարտն է, որ մենք իրար հետ ծանոթացել ենք ստեղ, ու տենց սկիզբից ընկերությունը ունեցել ենք։ 2 տարի առաջ այստեղ մարզասրահում ենք ծանոթացել, էլի մեր սովորական պարապմունքի օրեր, ինչ-որ սենց գունավոր տղա իջավ մարզասրահ, գունավոր հագնված, գունավոր շորերով։ Դե բնականաբար սկզբից առաջի հայացքից էսով է, սենց գունավոր, սենց ինչ-որ Ինչ գույն ականջողով, ինչ-որ դաջվածքներով, բանով, եկավ, չեմ հիշում կոնկրետ ոնց ծանոթացանք, բայց ծանոթացանք, սկսեցինք շփվել, ընկերություն անել, Շայանը շատ լավ տղա է, շատ պոզիտիվ տղա է։ Մենք ոնց որ ընկեր Շայանին մեր նեղ շրջանում քոչ ենք ասում, քոչ անգլերեն ոնց որ մարզիչ, բայց հենց հերվից հեռու որ պետքա կանչենք, ես իրան ինքը ինձ դիմում ենք քոչ, հենց ոնց որ արդեն մագանուն էլի, ոչ թե կոնկրետ նշանակություն։ Շայանի գալուց հետո երևի ավելի շատ էներգիա հաղորդվեց այս հատվածին։ Իր երեխաների խմբակն էլ բավականին մեծ են, երեխաները բավականին շատացել են, բավականին ուրախությամբ մեծ էներգիայով լի պարապում են, մոտիվացված, իրար հետ մենամարտում ենք, ընկերական, սիրողական, օգնում է ավելի շատ տեխնիկա, տակտիկական վարժությունների մեջ։ Մտնում ենք մարզասրահ, հերվից արդեն ոնց որ հայացքները հանդիպում է իրար, ոնց որ ամեն օրը սենց փոքր պատմություն ունի իր մեջ, հա, քանի որ միշտ հա, այդ հայացքների պահը որ շեշտեցի, միշտ որ գալիս ենք այդ հայացքներով, այդ վերջում մի հատ պատմություն է դառնում։ Շատ մարդ չի հասկանում, ոնց որ մեր նեղ շրջանում ենք հասկանում, հիմնականում ես ու ընկեր Շայանն է։ Այդտենց ամեն օր մի փոքր պատմություն ստացվում է, էլի լինում է։ Դες մի հատ լուկ նայում ենք իր աչքի մեջ, ոդես պարագրաֆով, ասխոսում ենք իրան հետ։ Պահերի որսումը հայացքով ու տենց ինչքան հասցնում ենք մարզասրահից դուրս ենք շփվում։ Ընկեր ունենալը ամենակարևորը է այս աշխարհում։ Շայանը ու մեր շփված համենայնպես ում հետ որ շփվել ենք Իրանից, ասենց ավելի հայ է, քան ասենք ուրիշ տեղից եկած, հա իր մտածելակերպն էլ է մեզ շատ նման։ Դիանա ջան, ուզում եմ ձեզ ծանոթացնեմ հարազատ եղբայրիս հետ, Արմեն Պաշա, ինքը 2012 թվականից եկել է Հայաստանում, ընդ վաղ մնացել է, սովորել է ու հիմա էլ համ Ադամապուշ է սովորում, համ էլ երգում է։ Վաու։ Այո, շատ լավ երգում է, համ էլ Պատմեք մի փոքր ինչպես ստացվեց, որ դուք էլ եկաք Հայաստան, հետո եք եկել, թե միասին։ Միասին եկել ենք, հետո Շայանը հետ գնաց,
Ես մնացի ստեղ, դեպրոս, այդ դեսպանատան դեպրոս եմ գնացել, հետո գնացել եմ համալսարան, բժշկական եմ մտել ու սենց շարունակեց մինչև հիմա։ Բայց նաև նշեց, որ երգում եք, որտեղ եք երգում, տանը թե ինչ երգում։ Սկիզբից տանը։ Բայց հիմա մի ռեստորան եմ երգում ու ինքը ու տենց կողքից։ Ինչ երաժշտություն եք երգում, պարսկական։ Ես սովորել եմ դասական հայկական երգեր, բայց հիմա զբաղվում եմ trend ու pop classic երգերի հետ։ Շատ լավ հայկական է երգում։ Ինչ է ես սիրում եմ։ Չէ, երգի մեզ համար։ Այսօր չէ։ Այսօր չէ։ Ամիր, այսինքն պատճառը կրթություններ Հայաստան գալու։ Այո, հետո մտա բժշկական համալսարան ու շարունակեցի Adam Stone Faculty-ում ու մինչև հիմա զբաղվում եմ դրանից, արձանատոր եմ արդեն անցնում։ Սենց կողքից էլ երգում եմ, սպորտով եմ զբաղվում, չեմ ուզում ռոբոտի պես մի բան անեմ, սիրում եմ ավելի շատ մի քանի վատ ուրիշ։ Այո, ես հասկացա, որ ձեր ընտանիքում այդպես բազմակողմանի զարգացում եք սիրում։ Ամեն ինչ պիտի սովորենք, մենք մի դեր չենք մնում, ամեն ինչ։ Ոնց եք ձեզ զգում Հայաստանում։ Հարազատ, որտեվ շուտմանից եղել է մեր մոտիկ ենք եկել ու culture-ը մոզիկա, կուլտուրը շատ մոտիկ է։ Շատ լիքը նույն բաները ունենք։ Իսկ շանից եք ոգեշնչվել, որ սպորտն եք էլի ընտրել, որպես երկրորդ ուղղություն։ Ես միշտ Շայանին հիշում եմ էներգետիկ, սպորտով զբաղված։ Իսկ մինչև Հայաստան գալ ապրելը հաճախ եք Հայաստան գալիս որպես տուրիստ օրինակ։ Առաջին անգամ ես եկա տուրիստ։ Ես եկա տուրիստ մի 2 շաբաթ մնացի, հետ գնացի, ասի բաբա եկեք գնանք այնտեղ։ Երկար ժամանակ է արդեն այստեղ եք ապրում, հաստատվել եք, լիքը ընկերներ ունեք, շրջապատ ունեք, բայց գլխավոր պատճառը ենթադրում եմ ամուսնությունն է ձեր եղել։ Հայ աղջիկ։ Այո, Հայ աղջիկ։ Այստեղ եք ծանոթացել։ Ստեղ եմ ծանոթացել։ Այդ սկզբից որ իրար հետ եկել ենք, հետա գնում այդ ժամանակին։ Տեսնում 12 թվին։ Այո։ Գնաց հետը գավ, սիրտս տեղ մնացել։ Եկավ, գնաց, սիրտը մնաց, եկավ, գնաց, մնաց։ Ես աշխատում եի DJ, եկա Հայաստան, տես կարճ էի մնում, մի 2 ամիս մնում էի, գնում էի, 5 ամիս մնում էի, գնում էի, սկսել էի տարբեր տեղեր դիմել էի, որ ես DJ եմ, մի հատ նվագում էի երաժշտությունները, իրա դուր է գալու էր, որ սկսել են ինձի պահել, մենա այստեղ, այս ամիսը մենա, այս, մի հատ տեղ էի աշխատում, այնտեղ շատ լավ տեղ էր, Լիլիթը իր կոմպանիա, քանի հատ ընկերուհի են, գալու են այնտեղ։ Համ յուրահատուկ արտաքին ուներ, տարբերվող, մի փոքր, ու շատ ուժեղ էներգետիկա, որտեղ ինքը ուղղակի ոչ թե DJ-ություն էր անում, ինքը ցենց այդ ամբողջ այդ վիճակով ապրում էր, ակտիվություն, պոզիտիվ, տրամադրություն բարձրացնող, տենց ոնց որ շատ արագ աչքներս ծակեց։ Խմում են, բարում են ու գնում են։ Հենց կամաս ընկերություն է սկսա, որովհետև իրար արդեն մեր հաջախորդներ են։ Դե ոնց որ ես DJ էի, ով երգ ա ուզում, բարթենդեր է, ով ինչ-որ խմիչք ա ուզում, գալու ա իմ մոտ։ Հետո ես սկսած խոսալ, դու որտեղից ես ասի փարսիկ եմ, դուք ասում դե մենք հայ ենք իհարկե։ Ու դες ընկերությունը մեր մեջ սկսավ։ Հետո արդեն մոտիկացանք, որտեղ բարբերաբար գնում էինք ընկերներով, ասեցինք ծանոթանալ, շփվել, փոքր փաբեր, ոնց որ բոլորը իրար հետ շփվում էին։ Ամեն անգամ դաժե ես որ այստեղ չէի, ինչ որ բան ուզում էի անել, մի անգամից զանգում էի Լիլիթ ջան, ոնց ես, լավ եմ, դու ոնց ես, այդ դա արդեն որ գալու էի այստեղ իրար հետ էի շփվում։ Անընդհատ այս կոմպանիայի մեջ ես համարյա ինչ որ group of friends ենք դարել։ Տես մենք ծանոթացել ենք։ Ձևավորվեց ընկերություն,
Բավականին հաճախ հանդիպում էինք, շատ լավ ընկերական շփվում էինք, արդեն անցավ մի քիչ ընտանեկան շփումների։ Եղբայրը, ով ստեղ ապրում է Սպահին, ստեղ սովորել է նաև, այդ ժամանակ արդեն ստեղ էր, փոքր էր տարիքով, տենց ավելի ոնց որ փոքրին մեկ-մեկ նաև տիրություն էին ընկանում, որ այստեղ մենակ էր լինում։ Ու մաման էլ իր հաճախակի ստեղ էր ժամանակ անցկացնում, մի քիչ ավելի երկար, որտեղ երեխան փոքր էր սովորում էր։ Ուսացինք շատ լավ ընկերություն անել, իրանց տուն գնալ, իրանք մեր տուն գալ։ Ուրեմն ոնց որ միշտ ես որ ինքնաթիռից իջա Լիլիթը այնտեղ էր։ Բարև ոնց էս ինչ կա, ասի ես անգամ եկել եմ Լիլիթ մենամ, էլ չեմ գնալու։ Որոշեցի ընդհանրապես կյանքս փոխեմ։ Ինչ անեմ, օքեյ, առաջինը պետքա կենտրոնանեմ։ Օքեյ, ոնց կարաս կենտրոնանես։ Դու պիտի պատասխանություն ունենաս։ Որոշեցի, որ ամուսնանամ։ Ընտանեկան արդեն շփումներ էր, չնայած երբևիցե չենք պատկերացրել, որ կարող է ամուսնանանք եւ երեխաներ ունենանք։ Անընդհատ Լիլիթ գալու էի մտքերից, որովհետեւ ինքը ես իմ կյանքում լիքը մարդու հետ ծանոթացել եմ, լիքը մարդու հետ շփվել եմ, չի տեսել այդքան լավ մարդ, այդքան մաքուր մարդ։ Խոսալուց ասեցի Լիլիթ, ասես հա, հալա անվախ էլի անգլերեն էի խոսում, հայերեն այդքան լավ չէի խոսում, ասես դու երբեք մտածել ես, որ ես ու դու իրար հետ ամուսնանանք։ Ասեմ նայես, ասես լավ չես։ Անակնկալ չէ, շոկային էր։ Ասի հիմա ստոպ։ Գնա, մտածի։ Նայես, ասես ախար դու ես տեսել եմ դու ոնց ես ապրում, ինչ ես անում։ Ես ուզում եմ փոխեմ, որոշել եմ կյանքս փոխեմ։ Նախ որովհետև ես Իրանից այդ առաջարկը չէի սպասում։ Հետո որ տենց որ առաջարկություն եղավ դուրս եկանք մի քիչ ավելի կոնկրետացինք խոսել, ասեց ուզում ես մտածես, ի՞նչ չեմ ուզում մտածեմ, ու իմ կողմից ոնց որ ավտոմատ մտածելու խնդիր չեղավ։ Ես տենց ասեցի հա։ Նույն պապա, որ մենք իրար հետ ծանոթացել ենք, ես այնտեղ աշխատել եմ, այն օրը գնացել ենք այնտեղ։ Մի քիչ անցավ, հետո նայեց ինձ, ասեց Շայան, ասում տեղա, սա ամեն ինչ նորմալ է, ասում հա, ամեն ինչ նորմալ է, ասես։ 6 տարի ես քո ասացի վրա։ Ասի ես 6 տարի եմ, դու գնա մտածի։ Ասես արի դուրս խոսան։ Հետո գնացի տուն, մյուս օրը առավոտը արթնացա ու նստած մտածում եմ, ասեմ իսկ էս ինչ ա եղել։ Ու այնքան բան վիճակ էր, այն որ այդքան լավ ընկերությունը ես պահի տակ չգիտեի իր հետ ոնց պիտի շփվեմ, այսինքն ես մտածում էի, բա հիմա որ զանգի ինչ պետք է ասեմ, բա ես ինչի սենց եղավ, բա այս ոնց տենց ստացվեց, ասում դե լավ երևի չի հիշում ինչ ասել։ Ու ասեցի գնամ մտածի, ասեցի ինչ պիտի մտածեմ, հա հետ ամուսնանամ։ Ու տենց էլ ստացվեց։ Հա ու մամայիս էլ ասի, որ եկանք ասում եմ, մամ գիտես ես ծիծաղալու, ասում Շահանը ամուսնության առաջարկություն արել, մամաս ասեց ոյ գնա քնի հա վաղը կխոսանք։ Դե մտածեց երևի հերթ որտեղ ճանաչել են արդեն Շահանին, գիտեին տենց հումորային բան։ Լրջացավ, ոչ մեկ չէր սպասում։ Ամուսնացել ենք, 2 երեխա ունենք, Փառք Աստծո, ու շատ ուրախ ենք։ Երբևիցե չեմ էլ մտածել, որ կարող է ինչ որ իսկ կարող է չպետք է, այդ երբևիցե չի եղել։ Երբևիցե պետք էր եւ ճիշտ էր։ Կրոնը ընդհանրապես խնդիր չի առաջացել մեր մոտ, ոչ մեր մոտ, ես ու Լիլիթին, ոչ մեր ընտանիքով։ Դե մուսուլմանը չի կարա ուրիշ կրոնի հետ ամուսնանա, բայց մենք մուսուլմանական երկիր չենք, ուրեմն այս կանոնները բերել ենք ենքով, ու չունենք խնդիր, մենք չունենք, մեր ընտանիքը չունենք, ես տենց կրոնիստ չեմ, որ ասեմ պիտի, չէ։ Եվ այդ հարգանքն ու բանը ես իհարկե ունեմ իր ընտանիքի, իրանց կրոնի հանդեպ, բացարձակ ոչ մի դեմ բան չունեմ, որովհետև իրենք ոչ մի ձև չեն պարտադրում ինձ, իմ ընտանիքին, իմ երեխաներին լինել այդ կրոնում։ Ես ոչ մի ձև չեմ պարտադրում իրենց անպայման։ Մենք ընտանեկան բոլոր նշում ենք, իրենք շատ սիրով ներկա են լինում մեր զատիկին։ Անպայման, երբ որ հիմնականում այդ ժամանակ ստեղ են լինում, միշտ շատ սիրով իմ կեսուրը ուրախությամբ գալիս է, շատ սիրում է այդ տոնը, նշում է մեզ հետ։
մենք իրանց ինչ որ տոներին, որ լինում ենք էլի, մեր մոտ չկա այդ կրոնը մեզ երբևիցե չի խանգարել։ Իրանք մեր կրոնն են հարգում, մենք իրանց կրոնն ենք հարգում։ Ես այդտեղ մենակ եմ, մի հատ փոքր ախպեր ունեմ, տեսել եք։ Պաշա, որ ինքը հիմնականում ստեղ ամենում, սովորում է։ Մամաս, պապաս գալու են, գնում են իրան։ Էտա։ Իմ ընտանիքը այստեղ զոքանջնա, գիննա, ու ախպերս, որ հիմնականում իրար հետ ենք։ Աներս, արդեն ընտանիքս այստեղ են, արդեն ամեն ինչս այստեղ է, արդեն ես իմ Հայաստանում իմ համար նոր տունն է։ Նրանք մեզնից տարբեր են կրոնով, խոսում են օտար լեզվով, բայց Հայաստանը նաև նրանց տունն է։ Մեր երկրում են մեծացնում իրենց երեխաներին և ամեն օր բարիք ստեղծում։